Տասանորդ Արդյոք տասանորդը նոր կտակարանյան պատվեր է Աստծո, թե տասանորդը հին կտակարանյան օրենքի մի մասն է, որ նոր կտակարանում չի գործում։ Շատ մարդիկ երկու կողմից էլ տարբեր տեսակետներ են հնչում, ընդ որում ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներ մարդիկ կան, ես մի պատգամ եմ լսել, ընդհանրապես աշխատում եմ ուրիշների պատգամները չվերլուծել, բայց այս մարդու պատգամը տասանորդին դեմ էր, թեև ինքը իր խոսքի մեջ ասում է, որ ով որ տալիս է թող շարունակի տա, բայց հենց սկզբից, երբ որ սկսում է խոսալ, Վարդան Նաջարյան, չգիտեմ, լսել եք թե չեք լսել, հայտնություն.com, եթե չեմ սխալվում, եւ տասանորդի մասին քարոզի մեջ ինքը շատ վատ տոնով է խոսում, իհարկե ես հասկանում եմ իր վատ տոնը նաև, որովհետև շատ մարդիկ էլ ովքեր որ տասանորդի կողմնակից են, այնքան են չափից դուրս շատ շեշտադրում տասանորդը, ոնց որ թե տասանորդը դառնում է եկեղեցու հիմնական քարոզի թեման, մարդկանց կան առաջնորդներ, որ մարդկանց անգամ վախացնում են տասանորդ, եթե չեն տալիս, այսինքն մյուս ծայրահեղությունն էլ կա, եւ ես հասկանում եմ այդ եղբոր մյուս ծայրահեղ մոտեցումը, որ շատ բացասական է խոսում տասանորդի մասին, եւ այս պատգամը եւ մի եղբայր կա, որ խնդրեց խոսել տասանորդի մասին, իրան հետաքրքիր է տասանորդի վերջո քրիստոնյաները պիտի տան, թե ոչ, եւ էլի մի քույրիկ, որ չեմ ասի իհարկե անունները, ինտերնետով ինձ գրել էր, որ թեև ինքը տալիս է տասանորդ, բայց իր առաջնորդները ոնց որ սխալ շեշտադրումներ են անում, իհարկե չեմ ասի ով է, ոնց է, որ եկեղեցուց է, Հայաստանից է, թե Հայաստանից չի, դա էլ հեչ կարևոր չի, ուղղակի այս թեման ոնց որ թե կարևոր է։ Ու մարդիկ պիտի հստակ հասկանան, լավ հավատացյալ ենք դարձել, արդյոք պետք է տասանորդ տալ, թե ոչ։ Եկեք ուսումնասիրենք տասանորդի թեման միասին։ Եկեք միասին բացենք մեր Աստվածաշնչերը, Ղևտացիներ 27-րդ գլուխ, մենք կսկսենք հին կտակարանից, բայց մեր հիշեք հիմնական թեման, արդյոք հիմնական հարցը, որին փորձելու ենք պատասխանել, արդյոք տասանորդը նոր կտակարանի հավատացյալների համար, նոր ուխտի հավատացյալների համար մի բան է, որ պիտի պահենք, թե ոչ։ Այսինքն մենք գալու ենք վերջի վերջո տեսնենք նոր ուխտում ինչ է ասում Աստված, նոր ուխտի հավատացյալների համար։ Ուրեմն Ղևտացիներ 27-րդ գլուխ 30 խոսքը։ Եվ երկրի բոլոր տասանորդը երկրի հունտերից եւ ծառերի պտուղներից Եհովայինն է, նա սուրբ է Եհովայի համար։ 32 խոսքում եւ արջառների եւ ոչխարների ամեն տասանորդը, գավազանի տակից ամեն անցնողի տասանորդը, 10-րդը սուրբ պիտի լինի Եհովային։ Այսինքն ինչի համար էս կարդացի, որ հասկանանք տասանորդ ասվածը, դա քո եկամտի 1/10 մասն է, եւ սա ըստ Աստվածաշնչի սուրբ է Աստծո համար։ Ուրեմն այն ինչ որ սուրբ էր հին կտակարանում, սուրբ է նաև նոր կտակարանում։ Աստված նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Ինչ գիտեք էլ որ սուրբ էր հին կտակարանում։ Զոհաբերությունը, չէ՞, ասենք Տիրոջ Տիրոջ այն ինչ պատկանում էր Տիրոջը, փոխվեց դա նոր կտակարանում։ Էլի ինչ որ պատկանում է Տիրոջը, սուրբ է։ Ուղղակի քարե ու ոսկե ու չգիտեմ ինչի անոթները դարել են արդեն մարմնեղ են անոթներ։ Սուրբ է թե չէ, դուք Սուրբ Հոգու տաճարն եք, ով ապականի,
Սուրբ Հոգու տաճարը Աստվածը նրան կապականի, չէ՞։ Այսինքն անոթները մնացին սուրբ։ Աստծո բնակության վայրը փոխվեց։ Հիմա նայեք, էլ ինչ է, 7-րդ օրը սուրբ էր, չէ՞։ 7-րդ օրը սուրբ արեց։ Փոխվեց սա նոր կտակարանում։ Իհարկե ոչ, 7-րդ օրը էլի սուրբ է։ Հասկանում եք, եթե մի բան սուրբ էր 5 կտակարանում, ինքը սուրբ է նաև նոր կտակարանում։ Բայց գնանք առաջ։ Մի հատ էլ 5 կտակարանից կարդանք եւ մնացած համարները կկարդանք նոր կտակարանից։ Հայտնի 10-րդի մասին որ խոսեն ու այս հատվածը չկարդան, չգիտեմ, Մաղաքիա 3-րդ գլուխ, այդպես չի լինում։ Մաղաքիա 3-րդ գլուխ, եկեք ընթերցենք 8-րդ խոսքից։ Հիշենք, որ սա 5 կտակարանն է։ Միթե մարդ Աստծուն կխաբի, որ դուք ինձ խաբում եք։ Բայց դուք ասում եք, ինչ բանում ենք քեզ խաբում, տասանորդում և ընծայում։ Անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ, բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, և ինձ փորձեք սրանով, ասում է զորաստերը, թե արդյոք չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափի ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի։ Եվ ես կկշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չափականի ձեզ համար երկրի արդյունքը և ձեզ համար անպտուղ չլինի որդը այգում, ասում է զորաստերը։ Իմաստը բացատրեմ այս խոսքը, որ ես եմ հասկանում։ Ասում է դուք, կրկին, ես չեմ ասում հիմա, սա 5 կտակարանն է, բայց սկզբունքը հասկանանք, քանի որ դուք տասանորդի մեջ հավատարիմ չեք, կա մեկը, որ գալիս է, ու ձեր կուտակածը տանում է, սրա անունը ուտող է։ Ես կկշտամբեմ ուտողին, եթե դուք տասանորդի մեջ հավատարիմ լինեք։ Քանի որ դուք հավատարիմ չեք, ձեր քսակը ծակ է։ Դուք աշխատում եք եւ չեք կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Ինչ որ մեկը գողանում է ձեզանից, եւ դուք չեք էլ տեսնում որտեղից է գողանում։ Հասկանում եք իմաստը։ Սա 5 կտակարանն է, եթե մենք հասկանանք, որ նոր կտակարանում տասանորդը պատվեր է Աստծուց, սա կգործի նաև նոր կտակարանում։ Բայց այն սկզբունքը, որ Աստված ասում է, տարեք իմ տուն, որ իմ տանը պաշար լինի։ Հիմա ես ուզում եմ այստեղ խոսալ տան մասին։ Տունը փոխվել է, թե չի փոխվել Աստծո։ Եթե այն ժամանակ տաճարն էր իր տունը, հիմա ասում է դուք կառուցվում եք հոգևոր տաճար, կենդանի քարերով։ Եվ սա եկեղեցու մասին է։ Տաճարը գումարի կարիք ուներ, այդպես է թե ոչ։ Եկեղեցին ունի գումարի կարիք, թե ոչ։ Մենք նոր կտակարանյան հավատացյալները պետք է հասկանան, որ եկեղեցին ընտանիք է։ Ես գիտեմ, որ չափից դուրս մեծ շեշտադրությունը տասանորդի վրա, երբ որ մարդուն վախացնում են, եթե տասանորդ չտաս չես փրկվի, տասանորդ չտաս ուրեմն դու հավատացյալ չես, չգիտեմ, սա մանիպուլյացիայի մեղքն է։ Մանիպուլյացիան դա կախարդություն է։ Դու մարդուն հոգեբանական ճնշման ես ենթարկում, որպեսզի նա քեզ փող տա։ Եվ սա էսպես, ուղիղ։ Հասկանում եք, երբ որ մարդը մանիպուլյացիայի մեղքի մեջ է մտնում կամ սխալ ձևով է ներկայացնում տասանորդը, սա դեռ չի նշանակում, որ տասանորդը սխալ է։ Սա միայն նշանակում է, որ այդ մարդը սխալ մոտեցում ունի տասանորդին, լինի առաջնորդ, հովիվ կամ չգիտեմ ով։ Բայց սկզբունքը մնում է սկզբունք։ Տասանորդը սուրբ է, ասում է Աստվածաշունչը։ Տասանորդը իր տան պաշարի համար է, որ տասանորդը լինի եւ տասանորդի գումարներով տանը Աստծո եկեղեցում գործելու միջոցներ լինեն։ Ավետարանչության համար, շենքի ծախսերի համար, կարիքավորների օգնության համար։ Սա կարևոր է։ Եվ եթե մենք ուղղակի մի սկզբունք հասկանանք, թե Տեր Հիսուսն ինչ ասեց, ասեց ես չեկա, որ օրենքը քանդեմ, ես եկա, որ օրենքը կատարեմ։ Ինքը ասեց, լսել եք, որ Մովսեսը ասեց, օրինակ շնության մասին վերցնենք, ասեց, լսել եք, որ Մովսեսը ասեց,
եթե շնացար, շնության պատիժը կկրես։ Ես ձեզ ասում եմ, նայեցիր արդեն շնացար։ Լսել եք, որ մարդասպանության համար Մովսեսը ասեց, սա մեղք է, եթե մարդուն սպանես, ես ձեզ ասեմ, եթե ատեք, արդեն իսկ մարդասպանություն եք գործել։ Այսինքն ինչ է, եթե ինքը շարունակեր այս թվարկում ու 10-րդի մասին խոսար, ինչ եք կարծում, ինչ կասեր։ Կասեր, ես երևակայում եմ, կարակ ընդունեք, սա կարակ չընդունեք, բայց երևակայում եմ։ Կասեր, լսել եք, որ գրված էր պարտադիր 10%-ը 10։ Հիմա ձեզ ասում եմ, որ 10%-ը պիտի լինի նվազագույնը, որ դու տալիս ես։ Դու պիտի ամբողջ քո կյանքը դնես։ Պիտի այդ ընտանիքի հոգսը դառնա քո հոգսը։ Հասկանում եք։ Այսինքն 10-րդ էդի նոր կտակարանյան չի։ Նոր կտակարանը 10-րդին դարձրեց մինիմումը։ Ես մարդիկ գիտեմ, այսօր 20% են տալիս։ Մարդ գիտեմ, շատ հայտնի բիզնեսմեն, քրիստոնյա, ով 90% է տալիս։ Որովհետև ինքը ուխտ արի Աստծո հետ ու ասել է, եթե իմ եկամուտը լինի այսքան, չգիտեմ, իմ 10%-ը լինի, ասենք, $100,000, իսկ ես ամիս աշխատեմ $1 միլիոն, ես քեզ տալու եմ 90% 10-րդ, 90% 10-րդ չի լինում, էլի բառը սխալ է արդեն, 90-րդ։ Զոհաբերություն, անասունների զոհաբերությունը դուրս եկավ, բայց ընծա գումար հավաքելը դուրս չեկավ։ Հիմա կկարդանք որոշակի տեղեր, նոր կտակարանի մասին եմ ես խոսում, օրինակ բացենք նոր կտակարանը, 2-րդ Կորինթացիներ, 9-րդ գլխի 7-րդ խոսքը, երբ որ խոսում է ցանել հնձելու մասին, հիշում եք։ Առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի։ 7-րդ խոսքն ասում է ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Այսինքն այստեղ պատվիրանը բարձրացավ նոր մակարդակի վրա։ Լսեք հիմա ասեմ, սխալ 10-րդ տալը։ Եթե դու 10-րդ ես տալիս եւ ամեն մի քո տված լումայի հետ քո սրտից արյուն է գնում, ասում ես ես բան աշխատեմ, այնքան մարդիկ կան, ես այսքան աշխատեմ, տամ, սկի չիմանամ էլ ինչ են անում։ Եթե քո սրտից արյուն է գնում, եթե դու ուրախությամբ չես տալիս դա Տիրոջ գործի համար, դու խախտում ես Տիրոջ պատվերը։ Հասկանում եք, Աստված սիրում է ուրախ տվողին։ Եվ սա էլ 10-րդի մասին է խոսքը եւ զոհաբերության մասին, իհարկե ես հետո կասեմ, կհիմնավորեմ, ինչու եմ ասում նաեւ 10-րդի մասին։ Հիմնականում մարդիկ, ովքեր 10-րդին դեմ են խոսում, իրանք դեմ չեն խոսում ասելով 10%-ը քիչ է։ Եկեք շատ տանք։ Իրանք խոսում են ասելով, որ մենք պարտավոր չենք կոնկրետ ամեն ամիս որոշակի գումար հատկացնել։ Երբ կլինի, այն ժամանակ կտանք, կամ երբ կուզենք, այն ժամանակ կտանք։ Հասկանում եք, 10-րդ չտալու, ես դեռ չեմ հիմնավորել, բայց ենթադրենք հիմնավորեցի, 10-րդ չտալու հիմնական պատճառը այն է, որ դու ուղղակի չես ուզում քո գումարներից հատկացնես։ Մնացած արդեն ման ես գալիս եւ վարդապետորեն ուզում ես հիմնավորես դա։ Հասկանում եք, երբ որ մարդիկ ասում են 10-րդը օրենքի պահն է, մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, ես հասկանում եմ, որ շնորհքը եկավ, որ օրենքից ավելին կարողանա մարդը անի։ Համաձայն եմ, եթե դու դրա անունը չես դնում 10-րդ, ինչ ուզում ես դիր, բայց դու քո կանոնավոր եկամտի 20%-ը հատկացնում ես եկեղեցուն, ես չեմ կարծում դու մեղք ես գործում, ուզում ես դրա անունը 10-րդ մի դիր։ Ինչ ուզում ես դիր։ Բայց դու կանոնավոր կերպով ավելին ես տալիս, քան 10-րդ։ Սովորաբար, սա արդեն ամեն մեկը իր սիրտը կքննի,
10-որդի դեմ խոսացողները այսպիսի մարդիկ չեն։ 10-որդի դեմ խոսացողները այն մարդիկ են, ովքեր որ թերանում են կանոնավոր վճարումներ կատարելու հարցում։ Մատթեոս 6:21-ում ասում է, որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Երբ որ ես եկեղեցում հատկացում եմ անում, լինի դա 10-րդ, թե զոհաբերություն, ես գանձ եմ դիզում երկնքում։ Գիտեք, Հիսուսը փողի թեման չէր շրջանցում։ Ես այսօր կարդացի, հաշվել էին, որ Հիսուսի բոլոր առակների 50%-ը, ուղիղ կեսը փողի մասին։ Ինչքան որ առակ կա ավետարաններում, ուղիղ կեսը փողի մասին։ Ինչի՞։ Տեր Աստված, ինչի՞ էր այդքան մեծ շեշտադրություն անում, որովհետև այստեղ ամենամեծ թակարդներն է դնում սատանան։ Ասում է փոխանցական կապ ունի մարդու հետ, բոլոր աշխատանքի իր դրացի ոնց որ հետևանքը, բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է։ Այսինքն սատանան, քանի որ ամենաշատ թակարդները դնում է այստեղ, Հիսուսը ամենաշատ ուշադրությունը դարձրեց այդտեղ։ Եթե դուք օտար բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ձեզով կտա։ Անիրավ մամոնայի մեջ, եթե հավատարիմ չեղաք, իրական գանձը ձեզով կտա։ Անիրավ մամոնան դա փողն է։ 10-րդի մասին խոսվում է Եբրայեցիների թղթում։ Եբրայեցիներ 7-րդ գլուխ առաջին խոսքից խոսվում է Մելքիսեդեկի մասին, Մելքիսեդեկը, որովհետև այս Մելքիսեդեկը Սաղեմի թագավոր էր, բարձրյալ Աստծո քահանա, որ դիմավորեց Աբրահամին, երբ որ նա թագավորներին կոտորելուց հետ էր դառնում եւ օրհնեց նրան, որին Աբրահամը ամեն բաներից 10-րդ տվեց։ Նա առաջ թարգմանվում է արդարության թագավոր եւ հետո Սաղեմի թագավոր, որ է խաղաղության թագավոր։ Մի խոսքով խոսում է Մելքիսեդեկի մասին, խոսում է Մելքիսեդեկի քահանայության մասին, խոսում է Ղևիի մասին, Ղևտացիների քահանայության մասին, որ իրանք հրաման ունեին ժողովրդից 10-րդ առնելու օրենքի համեմատ, այսինքն իրանց եղբայրներից, թեպետ եւ նրանք էլ Աբրահամի երանգից են ելած, բայց նա որի ազգահամարը նրանցից չէր, 10-րդ առավ Աբրահամից եւ օրհնեց նրան, որ խոստումներ ուներ։ Հիմա առանց որևէ հակառակության նվազը լավագույնից է օրհնվում։ Եվ ասում է, բերում է խոսքը նրան, որ Մելքիսեդեկը ավելին է, քան Ղևին, այսինքն Ղևիի կարգի քահանաներից Մելքիսեդեկի կարգը ավելին է, եւ ասում է, քանի որ Աբրահամը Ղևիի հայրը, հա, այդպես ասեմ, հայր հիմնական հայր չէ, այլ հայր նախահայր իմաստով, քանի որ Աբրահամը տվեց, Ղևին էլ տվեց, ուրեմն Ղևին Մելքիսեդեկին 10-րդ տվեց, ու խոսում է, որ Մելքիսեդեկի կարգը Ղևիի կարգից ավելի բարձր է։ Եվ մենք այստեղ մի բան ենք տեսնում. քահանայություն ընդունել, եթե մի օտար երկրացի գալիս էր Իսրայելի մեջ, գիտեք, որ այսպիսի բան կար, ասում էր, ես ուզում եմ ձեր Աստծուն պաշտեմ եւ դառնամ Իսրայելի ժողովրդի մեկ մասնիկը, թեև ես օտար երկրացի եմ։ Իրան ընդունում էին, ինքը դառնում էր հավատացյալ իսրայելացի, որը օտար երկրացի էր։ Եվ ինչով էր երևում ինքը ընդունեց ղևտացիների կարգը, թե ոչ, 10-րդ տալով եւ զոհաբերություններ անելով։ Ես ուզում եմ սա հստակ հասկանաք։ Մելքիսեդեկի կարգը համեմատվում է Հիսուս Քրիստոսի կարգի հետ։ Եվ ասում է Հիսուսը ավելի բարձր կարգի քահանայություն է, Հիսուսի քահանայությունը։ Եվ ինքը մեր քահանայապետն է։ Եվ քանի որ ղևտացիներին ընդունում էին 10-րդ տալով, եւ 10-րդ տալը նշանակում է, եթե ղևտացիներն էլ Մելքիսեդեկին տվեցին Աբրահամի միջոցով, նշանակում է իրանք էլ ընդունեցին Մելքիսեդեկի կարգը։ Հիմա մի սկզբունք եմ ուզում ստեղից վերցնեմ, չգիտեմ, կարող է բարդ եմ խոսում, բայց լսեք։ Եթե դու ընդունում ես ինչ-որ մեկի քահանայությունը, դա երևում է
քո տասանորդ տալով եւ քո զոհաբերություններով։ Եթե դու զոհաբերություններ ես անում կազինոների, դու ընդունում ես կազինոների տիրոջ քահանայությունը։ Եթե դու զոհաբերություններ ես անում, չգիտեմ ինչին, ասեք, օրինակ, անառակությանը, այսինքն քո գումարները դու տանում ես ու ծախսում ես անառակների վրա գիշերային ակումբներում, դու ընդունում ես այդ գիշերային ակումբներ ստեղծողի քահանայությունը։ Եթե դու զոհաբերություններ ես անում եկեղեցում, դու ընդունում ես եկեղեցի հիմնողի քահանայությունը։ Այո, Աբրահամի ժամանակ օրենք չկար։ Բայց այսքանը խոսեցինք, տասանորդին դեմ խոսող մարդիկ կասեն, բայց որտեղ է գրված նոր կտակարանում։ Լավ, Արման եղբայր, դու խոսեցիր զոհաբերության մասին, դու խոսեցիր սրա մասին, ընդունում ենք, որ կազինոներից ու գիշերային ակումբներից պիտի կտրվի մարդը եւ գա եկեղեցում զոհաբերություններ անի, սրա դեմ ոչ մեկ չի խոսում։ Բայց կոնկրետ տասանորդի մասին որտեղ է գրված։ Եվ ես ասեմ, որտեղ է գրված տասանորդի մասին նոր կտակարանում եւ Տեր Հիսուսի շուրթերից հնչում են այդ բառերը։ Սա գրված է Մատթեոսի ավետարան 23:23-ում։ Գիշեք այս խոսքը։ Չէ։ Մատթեոս 23:23։ Ուզում եմ հասկանանք ինչա խոսում։ Իմիջիալոց այն որ նշեցի եղբորը, որ տասանորդի դեմ էր խոսում, Վարդան Նաջարյան, ինքը այս համարը ուղղակի սխալ է կարդում Աստվածաշնչից։ Եթե կլսեք իր քարոզը, խորհուրդ չեմ տալիս, որ լսեք, բայց դեմ էլ չեմ, որ լսեք։ Իրան ես մեկ ուրիշի միջոցով զգուշացրել եմ, որ ինքը ուղղակի սխալ մեկնաբանություն անում է այստեղ, բայց ցավոք սրտի մինչև հիմա չի էլ ջնջել այդ վիդեոն կամ չի էլ կտրել այդ հատվածը։ Ինքը քանի որ շատ դեմ է խոսում տասանորդին, ուղղակի այստեղ սխալ է ասում։ Եվ ես կասեմ ինչն է սխալ ասում, եթե կլսեք 19-րդ րոպեին է դա, իր քարոզի, ինքը ուղղակի Աստվածաշունչն է սխալ կարդում, եւ քանի որ սխալ է կարդում, նաեւ սխալ մեկնաբանում է։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս եք եւ թողում եք օրենքի ծանր բաները, դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Սա պետք էր անել եւ այն չթողնել։ Այս խոսքը ինչ է մեզ սովորեցնում։ Նայեք, ինչ է ասում։ Սրանից հետո խոսում է հետևյալի մասին. Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի եւ սկավառակի դրսի կողմը, բայց ներսից լիքն եք հափշտակությունով եւ անիրավությունով։ Կույր փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկավառակի մեջը, որ նրանց դուրսն էլ մաքուր լինի։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ նման եք ծեփած գերեզմանների, որ դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծություններով։ Այնպես էլ դուք դրսից արդար եք երևում մարդկանց, բայց ներսից լիքն եք կեղծավորությունով եւ անօրենությունով։ Եվ այլն։ Խնդիրը հետեւյալն է. կա դրսի մաքրություն, կա ներսի մաքրություն։ Հիմա ասում է տասանորդը, որ տալիս եք, սա դրսի մաքրությունն է։ Որ կանոնավոր կերպով գնում եք եկեղեցի, սա դրսի մաքրությունն է։ Սա երևացող բաներն են։ Քո եկեղեցու ծառայողները գիտեն, դու, օրինակ, մեր եկեղեցում վայ եղբայրը ֆինանսական պատասխանատուն է։ Այս եկեղեցում իմ մատը ոչ մի ֆինանսի չի կպնում։ Ես որպես հովիվ որոշում եմ ծախսի ուղղությունները, բայց իմ ձեռքը մի դրամ փող ես չեմ պահում։ Այդ ամեն ինչը կա ֆինանսական ծառայող, որ ինքը տնօրինում է դա։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, սա շատ ճիշտ մոտեցում է, որ հովիվը ինքը ֆինանսին անմիջական ոնց որ իր ձեռքին չլինի։
Սա սկզբունք է, որը լավ սկզբունք է։ Ես գիտեմ, որ որքան էլ մենք խոսենք, որ իհարկե ոչ մեկին չենք կասկածում, ես չենք անում, են չենք անում, փաստեր կա, որ շատ հովիվներ, երբ որ իրանց մոտ է եղել եկեղեցու ֆինանսները, ես իմ վրա կասկած չունեմ, եւ ոչ էլ այդ մարդիկ են երևի իրանց վրա կասկած ունեցել, որ շատ նեղն են եղել, ասել են կվերցնենք, կծախսենք, հետո կդնենք, հետո վերցրել են, ծախսել են ու չեն դրել, եւ սա գողություն է եւ Աստծո գանձանակից գողություն։ Հասկանում եք, սա սուրբ բան է, Աստծուն հատկացված բան է, սուրբ է եւ մարդը պիտի սրբության վերաբերմունք ունենա սրա հանդեպ։ Սա իմիջիայլոց։ Հիմա վերադառնանք մեր հատվածին։ Տեր Հիսուսը մեզ բան է սովորեցնում։ Ասում է փարիսեցիներ, դուք տասանորդի են ամենափոքր չամիչը, չգիտեմ, չամանը, անանուխը, սամիթը, այս ամենափոքր բաներն էլ բծախնդրորեն տասանորդը տալիս եք։ Բայց թողել եք օրենքի ծանր բաները, դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Եղբայրը, որ քարոզում է, կարդում է հետեւյալ կերպ. սա պետք էր անել եւ այն թողնել։ Չթողնելը։ Այստեղ գրած է չթողնել, ինքը ուղղակի սխալ է քարոզում, սխալ է կարդում եւ մոլորեցնում է ժողովրդին, որովհետեւ ասում է սա պետք էր անել եւ այն թողնել։ Դա նշանակում է, որ պետք է դատաստանը, ողորմությունը եւ հավատքը պահել, տասանորդն էլ թողնել։ Բայց տես չի ասում Հիսուսը։ Մեր Տերը ասում է տասանորդը, որ տալիս եք, որպեսզի մեղադրանք չհնչի, սա ուղղակի ես փաստ եմ արձանագրում, կարաք ինքներդ բացեք 19-րդ րոպեն լսեք այդ քարոզի եւ ինքը այդպես ուղղակի կարդում է ու մեկնաբանում է։ Հիմա ես ուզում եմ հավատամ, որ եղբայրը ուղղակի շփոթվել է, ոչ թե դիտման բանում, դա ուղղակի իր աչքը չնչի տեսել, չգիտեմ, այնքան է շատ գուցե լարված է եղել, ինչ է եղել, չգիտեմ, գուցե Տերն է այդպես փակել միտքը։ Չթողնել նշանակում է շարունակեք տասանորդ տալ։ Շարունակել, բայց ասել կարելի է սենց էլ հասկանալ, չթողնել ոնց որ այնպես չի, որ արգելում ենք, ստիպում ենք ես տալ։ Իհարկե տենց։ Թողնել էլի, այսինքն չթողնել նշանակում է, չէ։ Ասենք ասեմ ոնց որ ըստ ոնց է տրամաբանության, ցանկության ինչ-որ։ Հիմա ես քեզ օրինակ ասեմ, դու պատկերացրա, որ այդ քո ասացի պես չի։ Նայեք, ես ասում եմ, դու կանոնավոր կերպով գալիս ես եկեղեցի, ենթադրենք եմ ասում, քո վրա չեմ ասում օրինակը, բայց ողորմություն չես անում աղքատներին։ Հիմա լավ ես անում, որ եկեղեցի ես գալիս, բայց ավելի կարևոր է ողորմությունը։ Հիմա ես ձեզ ասում եմ, որ ասում եմ ավելի կարևոր է, դա չի նշանակում, որ դու պիտի թողնես եկեղեցի գալը ու սկսես ողորմություն անել, այլ պիտի ողորմություն անես, եկեղեցի գալն էլ չթողնես։ Սա ոչ թե առաջարկ է կամ լավ կլինի, սա պատվեր է։ Սա հրաման է։ Հասկանում եք, շատ խիստ հրաման է։ Սա անում եք, տասանորդը տալիս եք, շատ լավ եք անում։ Ես ձեզ ասում եմ, չթողնեք տասանորդը տալը, բայց դրանից կարևոր բաներ կա։ Դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Երբ որ Սավուղը զոհ արեց, լավագույն բերեց արեց, բայց Աստված ասեց սա կռապաշտություն։ Այո, իմ ասացի, հնազանդությունը, իմ խոսքին զոհը, ավելի լավ է դու հնազանդ լինես, քան թե զոհ անես, այսինքն կռապաշտություն համարես։ մենք մեր մտքով մարդիկ կան, որ ասում են, տասանորդ պիտի տամ եկեղեցում, ես տանում եմ, էսի, մի հատ աղքատ եմ տալի, ինչ վատ բան եմ անում, որ։ Հասկանում եք, տրամաբանորեն Սավուղն էլ կարար նույն բանը ասեր։ Տիրոջը լավագույնը զոհեցի։ Այո, ամենալավն եմ բերել։ Տերը ասել էր չբերես։ Կոտորի բոլորին։ Կենթանի էլ չբերես այդ երկրից։ Ոչ մի կենթանի բան չթողնես։ Ինքը իր մտքով լավ բան էր արել։ Հասկանում եք, մենք մեր մտքով լավ բան, որ մտածենք, Աստծո խոսքին հակասող, մենք անհնազանդություն ենք անում խոսքին։ Շատ մարդիկ կան։ Ես գիտեմ, հենց այնպես չեմ ասում։
ասում են 10-որդը կտանք մի հատ աղքատի, խենք բերում եկեղեցի, 10-որդը աղքատին մի տուր, դրա համար կա ողորմություն, տար ողորմություն արա, դրա անունը ողորմություն է, 10-որդը տար, որ գանձանա կլինի։ Տեր Հիսուսն ասում էր, շարունակեք 10-որդ տալ, սա հստակ է գրած այստեղ, սա նոր կտակարանն է, սա Տեր Հիսուսի խոսքն է, բայց ավելի ուշադրություն դարձրեք ձեր ներսի մաքրությանը, չի ասում նա թողեք, ասում է նա չթողեք, ես չգիտեմ սրանից ավել հստակ ինչ պիտի հրաման լինի նոր կտակարանում, որ Տեր Հիսուսի խոսքերից ավելի հեղինակություն լինի, ինձ համար սա բավարար է, որ ես 10-որդ տամ, Վարդան Նաջարյանը ասում է, որ սա խոսում էր ինքը հին ուխտի մարդկանց փարիսեցիներին եւ սա հին ուխտի պատվեր էր։ Ես չեմ կարծում, թե դա այդպես է։ Հիսուսի բոլոր քարոզությունը հին ուխտի մարդկանց էր, որովհետեւ իր շրջանում բոլորն էլ հին ուխտի ներկայացուցիչներ էին։ Այն որ հավատում էին իր խոսքին, դառնում էին նոր ուխտի մարդիկ։ Պողոսը ինքը փարիսեցի էր։ Պողոսը հավատաց։ Ես հավատում եմ, որ փարիսեցիները հենց այս պահին հավատային, իրանք դառնում են նոր ուխտի մարդիկ։ Եվ եթե մենք ասում ենք հին ուխտին է վերաբերվում այս խոսքը մենակ 10-որդը չի։ Այս խոսքը դատաստանը, ողորմությունն ու հավատքն է։ Արդյոք սա էլ է հին ուխտը։ Թե այն ինչ որ մեզ ձեռք չի տալիս, դա դարձնում ենք հին ուխտ, այն ինչ որ ձեռք է տալիս, ասում ենք, հա, դե ողորմությունը լավ է, հավատքը լավ է, հավատքը նոր ուխտ է։ 10-որդը հին ուխտ է։ Սա մի խոսքի մեջ է։ Մի հատ էլ կարդամ ու տեսեք, որ այստեղ հին ու նոր ուխտ չկա։ Սա Տեր Հիսուսի պատվերն է։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխիսը եւ Սամիթի եւ Չամանի 10-որդը տալիս եք եւ թողում եք օրենքի ծանր բաները, դատաստանը եւ ողորմությունը եւ հավատքը։ Սա պետք էր անել եւ այն չթողնել։ Սա պետք էր անել եւ այն չթողնել։ Հակոբոս 1:5 խոսքն ասում է, ով իմաստության պակաս ունի, թող Աստծուց խնդրի։ Ով իմաստության պակաս ունի, թող Աստծուց խնդրի։ Ով այս հատվածը չի հասկանում, թող Աստծուց խնդրի։ Գուցե ես էլ չեմ հասկանում, բայց իմ համար սա պարզից պարզ է։ Թող Աստծուց խնդրի, եթե ինչ-որ մեկը դեռ իր սրտի մեջ դեմ է 10-որդին, թող Աստծուց խնդրի, ասի Տեր Աստված, ես հաստատ փողասիրությունից դրդված չեմ ասում, որ դեմ եմ, դու բացիր ինձ։ Ինչ է ասում Մատթեոս 23:23-ը։ Պետք է մենք 10-որդ տանք, թե ոչ։ Սա հին ուխտն է, թե ոչ։ Ինչի է այս նախադասության մի մասը հին ուխտ իմ սրտում հնչում, այն մյուս մասը նոր ուխտ։ Ինչի է հավատքն ու ողորմությունը նոր ուխտ հնչում, 10-որդը հին ուխտ։ Ինչի, որովհետև ես ներսից հակադրված եմ 10-որդին, անկեղծ եղեք Աստծո հետ։ Ես էլի եմ ասում, այն մարդը, որ սրտի ուրախությունով չի տալիս 10-որդ, ավելի լավ է չտա։ Եկեք եկեղեցի, լսեք քարոզը, ոչ ոք ձեզ չի հեռացնի եկեղեցուց, որ դուք 10-որդ չեք տալիս։ Եթե ինչ-որ մեկը 10-որդ չտալու պատճառով պիտի ձեզ հեռացնի եկեղեցուց, սխալ է անում, հենց սկզբից ասեմ։ Բայց դու քո սրտի մեջ նայի։ Եթե դու 10-որդ չես տալիս, դեմ ես 10-որդին, ես կասկածում եմ, որ քո զոհաբերությունները նորմալ զոհաբերություններ կլինեն, կներեք։ Ես կասկածում եմ։ Ես չգիտեմ, չեմ ուզում մարգարեանամ եւ ոչ էլ սա մարգարեություն է, բայց հաստատ դու հարևանի տուն մաղարիչ անելու, որ գնում ես, ավելի շատ գումար ես ծախսում այդ բամբաներկի ու սոկի վրա, քան թե եկեղեցում գցած քո զոհաբերությունն է։ Եթե դու 10-որդ սրտանց սիրով չես տալիս, դու մեկի տուն հյուր գնալուց ավելի շատ գումար ես դնում, քան թե եկեղեցի ես բերում, կիրակի օրը ոչ թե 10-որդը, այլ զոհաբերություն գցելու համար։ Հասկանում եք, սա ուղիղ սիրտ չի։ Դու պիտի քո լավագույնը բերես։ Ամեն մարդ իր հնարավորության չափով։ Եթե դու հնարավորություն ունես հյուր գնալուց այդքան անելու, որովհետև ամոթ է։ Աստծո համար, որովհետև ոչ մեկ չի տեսնում 100 դրամ ես գցում, սա ամոթ է։ Եթե քո 100 դրամը, եթե իսկականից այդ 100 դրամը քո
այն երկու լումանա, կարա այն մեկի $1000 ավելի շատ լինի, ես չափի մասին չեմ խոսում։ Բայց մենք պիտի Աստծո առաջ ուղիղ լինենք։ Տեր Հիսուսը ֆինանսների թեման կարևորում էր։ Ասում եմ, նրա առակների ուղիղ կեսը ֆինանսների մասին է, փողի մասին է։ Մենք մտածի, սատանան այստեղ լիքը թակարդներ ունի։ Աստված սկզբունք է դրել, ասել է, եթե դու հավատարիմ լինես, ուզում եք դրա անունը 10-րդ դրեք, ինչ ուզում եք դրեք, եթե դու հավատարիմ լինես, ես կհանդիմանեմ ուտողին, այն մեր լեզվով ասած, այն կրծողները, այն առնետները, որ փորում են, բետոնն էլ ծակում են ու գալիս են քո ցորենը տանում են, ու դու գլխի էլ չես ընկնում ես որտեղից գնաց, Աստված դրանց բերանը կփակի, եթե դու ֆինանսների մեջ հավատարիմ լինես։ Սա Աստծո խոսքն է, սա Աստծո սկզբունքն է։ Մի բան հարցնի, 10-րդ հետ կապ չէ, ասենք հին ու նոր ուխտը, հիմա հասկացանք, նոր ուխտը Հիսուսի անունով է սկսվում, թե Հիսուսի ծնունդով է սկսվում։ Հիմա այս թեման վերջացնեմ, կանցնեմ դրան, լավ։ Ուրեմն իմ կարծիքը հայտնեմ ուղղակի 10-րդ չտվողների վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ 10-րդ տալը խոնարհության դրսևորում է։ Ես խոնարհվում եմ քո քահանայության առաջ։ 10-րդ չտալը, հասկանում եք, եթե մարդը, ես կարամ հասկանամ, եթե մարդը շատ ծանր ֆինանսական նեղության մեջ է եւ իր մոտ հացի խնդիր է, այս մարդը կարծում եմ սխալ կլինի, որ թաքուն քիչ 10-րդ տա կամ 10-րդ չտա։ Այս մարդը ուղղակի պիտի տեղյակ պահի իր հովվին եւ հովվի հետ միասին որոշակի լուծումներ իրան գտնել։ Հասկանում եք, եթե դուք շատ ֆինանսապես նեղված եք եւ օրինակ չեք կարող այդ ամիս 10-րդ տակ, որովհետեւ ծայրահեղ ծանր իրավիճակ է, չգիտեմ, պիտի տեղյակ լինի եկեղեցին դրանից եւ հակառակը եկեղեցին մի բան էլ պիտի օգնի։ Բայց սկզբունքը մնում է սկզբունք։ Մենք պարտավոր ենք։ Սա Տեր Հիսուսի պատվերն է։ Իր եկեղեցին ոչ մոմ պիտի ծախի, որ գումար ունենա, ոչ, չգիտեմ, թաղման գումար պիտի հավաքի, որ գումար ունենա, ոնց որ ես կոնկրետ խոսում եմ ոչ թե ակնարկով, այլ շատ կոնկրետ առաքելական եկեղեցու մասին եմ խոսում, որ սխալ աղբյուրներից է իր ֆինանսները կուտակում, ոչ աստվածաշնչյան աղբյուրներից, այլ մենք պիտի սովորեցնենք, եւ Աստված ասում է, հին ուխտում իհարկե, 10-րդի մասին ասում է, որ եթե դուք ճիշտ Աստծո ճիշտ վարդապետությունը սովորեցնեք, ժողովուրդը ձեզ 10-րդ կտա։ Հերթացիներին, այո։ Եթե դուք սխալ բաներ սովորեցնեք, ժողովուրդը ձեզ 10-րդ չի տա։ Այսինքն 10-րդ տալ եւ չտալը նաեւ կապված է ուղիղ Աստծո խոսքը մատակարարելու հետ։ Եկեղեցին ֆինանսների այլ աղբյուրներ, ասենք, ծառայություններ մատուցելուց պիտի փող չվերցնենք։ Ծառայելուց պիտի փող չվերցնենք մենք։ Որ մեկին գնում ենք այցելելու, մենք գումար չպիտի վերցնենք։ Որ մեկի համար աղոթք ենք անում, գումար չպիտի վերցնենք։ Որ մեկին մկրտում ենք, գումար չպիտի վերցնենք։ Որ մեկին փսակում ենք, գումար չպիտի վերցնենք։ Որ մեկին թաղման կարգ ենք անում, գումար չպիտի վերցնենք։ Սա ավետարանական եկեղեցու սկզբունքն է։ Բայց եկեղեցին պիտի գումար ունենա։ Սա եկեղեցու անդամների 10-րդներն ու զոհաբերություններն են, որ կազմում են եկեղեցու գանձանակը կամ բյուջեն։ Լավ։ Ուրեմն 10-րդ չտալը խոնարհության պակասի նշան է, ըստ իս, գուցե սխալվում եմ, իսկ չափից դուրս շատ ստիպելը ագահության նշան։ Մի կողմից պիտի մարդը, այսինքն եկեղեցու առաջնորդները չստիպեն, ուղղակի պիտի սովորեցնեն եւ ոչ էլ հոգեբանական ճնշումներ անեն մարդկանց վրա։ Շատ ես գիտեմ այդ ձևերը եւ շատ հանգիստ կարաս մարդուն ուղղակի ճնշես դու եւ ինքը հոգեբանորեն կոտրվի, ասենք դու հավատացյալ ես, որ 10-րդ չես տալիս, դու ես, դու են ես, եթե ինքը 10-րդ չի տալիս, ուրեմն հոգեորապես դեռ չի հասունացել այդքան եւ դու պիտի օգնես իրան,
ոչ թե դնես ու ճնշես։ Սա հոգևոր հասունության խնդիր է, որտեղ ընտանիքի մեջ պատկերացրեք 12 տարեկան երեխուն ընտանիքում սկսեն ճնշել, ասեն դու ես տանը հաց ես ուտում ու մի հատ փող չես բերում։ Սպասի, այդ երեխան կդառնա 22 տարեկան, կսկսի քեզ պահել, այդ տունն էլ պահել։ Բայց եթե դու 12 տարեկանին դնես ու ասես մենք լույսի վարձ ենք տալի, ձմեռը չգիտեմ, վառելիք պիտի առնեն, գնա որտեղից ուզում ես ճարի բեր, շատ եկեղեցիներում հովիվները այսպես են անում։ Հենց մարդը ապաշխարեց, որ աս 10-րդ ու 10-րդ, տես չի։ Այո, պիտի սովորեցնես, որ սա է ճիշտը, որ դու տղա ջան, որ այստեղ ես արդեն խոսում եմ ոչ թե որպես հովիվ, այլ որպես հայր։ Տղա ջան, որ դու այս տանն ես ապրում, մի օր դու պիտի մտածես այս տան կարիքներին մասնակից լինելու համար։ Մարդ կա մի օրում է աճում, մարդ կա 10 տարի դեռ չի աճում։ Եվ մենք պիտի սովորեցնենք 10-րդի մասին եւ զոհաբերության, բայց չպիտի ստիպենք եւ առավել եւս չպիտի մանիպուլյացիոն քայլերի դիմենք, որ մարդը ստիպված առանց հոժար սրտի, չգիտեմ, այն սրտից արյուն կաթալով բերի 10-րդ տա։ Այդպիսի 10-րդը Տիրոջը հաճելի չի եւ ոչ էլ զոհաբերությունը։ Տերը սիրում է ուրախ տղա։ Լավ։ Սա էլ իմ պատկերացումը 10-րդի վերաբերյալ։ Տերը օրհնի։